21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ։ Ես Տաթև Առաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոնի հիմնադիր, տնօրեն, կինեզիոլոգ Թագուհի Հովակիմյանին։ Մին զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, շատ ուրախ ենք ձեզ տեսնել։ Ողջույն Տաթև ջան։ Թագուհի Հովակիմյան անուն ազգանունով այս կինը, այս գեղեցկուհին շատ կանանց, աղջիկների, երեխաների կյանքի որակ է փոխել, վերադարձրել է իրենց կորցրած առողջությունը, փորձել է եւ օգնել է նրանց, այսպես ասած, ճակերտավոր բնության սխալները ուղղել եւ ապրել իսկապես առողջ եւ գեղեցիկ մարմնում։ Բայց նրանք, ովքեր այդքան էլ լավ ծանոթ չեն ձեր գործունեությանը, հիմա խնդրում եմ փոքր ճակերտներն ու փակագծերը բաց ներկայացնեք, ով է Թագուհի Հովակիմյանը։ Ես սպորտսմեն եմ, սիրելով մարզաձևերը տարբեր, սպորտաձևերը տարբեր, փոքրուց մարզվել եմ եւ այդ ուղին ընտրելով հասկացել եմ, որ դա ճակատագիր է եւ այն պետք է դառնա ինձ համար սիրելի աշխատանք, կյանքի ուղի, օգնեմ ինձ, որ ես լինեմ առաջինը օրինակ ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ շրջապատի համար եւ մյուս բոլոր կանանց համար, ովքեր ուզում են առողջ ապրել եւ լինեն գեղեցիկ միշտ։ Դրա համար առաջին իմ քայլը բոլորին պրոպագանդում եմ, խորհուրդ եմ տալիս մարզվել սիրով եւ այն պահել ստաբիլ։ Ու միշտ։ Միշտ, այո։ Երբ մենք ասում ենք կինեզոթերապիա, առաջին հայացքից մտածում ենք, որ ամուր կազմվածքով պիտի տղամարդ մասնագետ լինի, որովհետև այս մասնագիտությունը կարծես թե ասոցացնում ենք նաև հակառակ սեռի հետ։ Բայց դուք ընտրել եք մի մասնագիտություն, որը որ նաև ուժ է պահանջում։ Ինչու կինեզոթերապիա։ Այո։ Սիրելով սպորտի մեջ մարզվելը եւ առողջ ապրելակերպը ինձ դրդեց նրան, որ ես պետք է սովորեմ նաեւ ֆիզիկական պետական ինստիտուտում եւ ընտրեմ սկզբում մերսում ուղղությունը, որից հետո ել ավելի սիրելով գրավելով կինեզիոլոգիան ավարտեցի եւ հասկացա, որ իմ ունեցած բազան ուսումը եւ սպորտը համատեղելով պետք է լինի դա կինեզոթերապիան, որը ինձ համար սիրելի աշխատանք է դարձնում եւ սիրելով կատարելով այդ աշխատանքը ավելի ոգեշնչում ես, ավելի ճիշտ ուղով ես գնում առաջ եւ դու չես հոգնում։ Ճիշտ է, դուք նշեցիք պետք է ունենաք ուժ, ես այդ ուժը ունեմ սպորտից, Աստծուն փառք եւ ամեն անգամ աշխատելով ամեն մի պացիենտի հետ ինձ մոտ ավելի է էներգիան եւ ուժը ավելանում, որովհետեւ սիրով եմ կատարում եւ տալով դիմացին առողջություն, իրեն միայն շնորհակալության խոսքը եւ բարձր գնահատականը եւ փոխանցելով մյուսներին, որ գան քեզ մոտ նույն շարունակեն, դա ամենամեծ ուժն է, օրհնանքն է եւ սիրելի աշխատանքն է։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ինքը ինքնին այո շատ բարդ է, քանի որ պետք է աշխատել եւ հոգեբանորեն, եւ ֆիզիկապես, եւ մոտիվացնես, եւ սեփական օրինակդ լավ լինի, եւ այդ ամենը հավաքագրելով, այո, մեզ մոտ կանայք կինեզոթերապևտներ շատ քիչ են, բայց դա նշանակում է, որ ճանապարհ կա ավելի շատացնելու բարելավելու, նաև մի փոքր ուղղությունից վերցել եմ կանանց եւ երեխաների բացառապես, որովհետեւ մեզ մոտ տղամարդիկ շատ են աշխատողները, կինեզիոլոգները, կինեզոթերապևտները, իսկ կանայք մի փոքր քիչ են, իսկ այստեղ տղամարդիկ արդեն որ կանայք գնում են տղամարդկանց մոտ, կանանց մոտ, ինձ մոտ գալիս են եւ բերում են իրենց կանանց եւ երեխաներին ավելի հանգիստ։ Ինձ մոտ ավելի ընտանեկան մայրիկներ իրենց երեխաների հետ կամ հենց կանայք, աղջիկները գալիս են, սովորում են մարզվել, առողջ ապրելակերպ, սննդակարգ, ամենօրյա վարքագիծ, հոգեբանություն, մտածելակերպ, մոտիվացիա, այսինքն միայն չենք դնում շեշտադրումը միայն կինեզիոլոգիայի, այսինքն մկանա համակարգը բուժելու, մարզելու, հենաշարժողական համակարգի վրա, այլ ամբողջությամբ մեկ պատկեր՝ սնունդ, մարզական վիճակ եւ հոգեվիճակ։ Նշեցիք, որ այո, սա սիրելի ոլորտ է, սրան գումարածել, եթե մենք նշենք, որ առողջապահությունը, բժշկությունը, գիտության այն ճյուղն է, որ գրեթե ամեն օր նոր բան է առաջարկում, հա, անընդհատ զարգանում է, անընդհատ կատարելագործվում է եւ վստահ եմ, որ ձեր ոլորտը եւս բացառություն չէ եւ օրորի նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ ու նոր տեխնիկաներ են առաջարկվում պացիենտներին ել ավելի բարելավելու եւ ել ավելի արդյունավետ լինելու համար։ Հիմա խնդրում եմ,
կամ որպես պրակտիկ մասնագետ ասեք ժամանակակից կինեզոթերապիան ինչով կարող է ուրախացնել, ինչով կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, ու ինչպես հասկանում եմ, կարծես թե բոլորս ունենք դրա կարիքը։ Այո, այսօր նորից ճանապարհին գալիս է խորհրդատվություն, զանգերը շատ են, խնդիրները ամեն տարի ես իմ բժշկական գրքում լրացնում եմ ողնաշարի խնդիրներ, ավելորդ քաշի խնդիրներ, այլ գանգատներ, կանայք, երեխաներ եւ տարեվերջում տեսնոցանիշները հիվանդություններ գնալով ավելի երիտասարդանում են։ Ինչը վատ է, բայց մեր դեպքում լավ է, որ կան լավ մասնագետներ, ունենք լավ ինստիտուտներ, ես ավարտել եմ եւ ֆիզիկական պետական ինստիտուտը, Մերսում, կինեզոլոգիա եւ բժշկական համալսարանը, բոլոր տեղեր տալիս են լավ կրթություն, ուղղակի մասնագետները պետք է անverջ կրթվեն։ Ստոպ չտան, ես ինքս իմ 40-ում անverջ սիրելով իմ ուղղությունը նորից սկսում եմ շարունակել սովորել, որտեղ ամեն օր նորարար տարբեր տեխնոլոգիաներ են գալիս, ի հայտ գալիս, պետք է հասցնենք, որ մեր մոտ Հայաստանում լինենք մաքսիմալ բարձր մակարդակի վրա ապահովված, ունենանք ամեն հնարավորինս, որ մենք լինենք առողջ եւ հիմնականում կանայք եւ երեխաները, կանայք հատկապես որ վերարտադրման խնդիրներ չունենան եւ կարողանան առողջ լինել։ Բայց այստեղ հիմնականում իմ կենտրոնում կատարում է միշտ նորարար, քանի որ նորարար գաղափարներ նաև հեռահար ուսուցման, հեռահար մարզման, նույնիսկ կազմակերպում եմ հեռահար կինեզոթերապիա։ Ոմանց համար անհասանելի է, դա չեն հասկանում։ Այդ ինչպես։ Այո, հազիվ թե գալիս են արդեն կինեզոթերապևտիկ ծառայությունների, կինեզոլոգի մոտ, իրենց գանգատները սկսում են իրենց հետևել, մի հիմա էլ հեռահար, ավելի դժվար է, բայց դա արդեն աշխարհում շատ շուտվանից է կիրառում, մեզ մոտ, ինձ մոտ առավել եւս, տարբեր լեզուներով, տարբեր ժամային գոտիների, տարբեր երկրների մեր հայրենակիցների հետ աշխատում եմ եւ ոչ միայն, եւ օգնում եմ ինչ է դա իրեն մեջ ներառում մկանային համակարգի, հիմնական հենաշարժողական համակարգի եւ 50% մեր մկանախմբերը, որոնք որ մեզ պետք է, որ մենք կարողանանք օրվա ընթացքում մարզվել, շարժվել, աշխատել, այդ ամեն ֆունկցիոնալ համակարգը, եթե մենք պահենք ստաբիլ, այսինքն մենք կարողանանք մարզվել, ամեն օր 15 րոպե տնային մարզումներ կատարենք, շաբաթվա մեջ 3 անգամ այցելենք մարզակենտրոններ, արդեն մենք կլինենք առողջ։ Ոչինչ եւ ոչ մեկ մեզ չի սահմանափակի, եթե դա կինը ցանկացավ իր մտքին դրեց, ոչինչ իրեն չի կարող։ Այո, դրա համար պետք է սիրեն կանայք իրեն ժամանակը գնահատեն իրենց համար եւ իրենք առաջին օրինակը լինեն եւ իրենց ընտանիքի եւ կողակիցների եւ ինչ շրջապատի համար։ Ձեր խոսքում նշեցիք, որ բացառապես աշխատում եք կանանց եւ երեխաների հետ։ Ինչու՞։ Տղա մասնագետներ, տղամարդիկ շատ են, զբաղվում են իրենց կենտրոններն ունեն, ուղղություններ, մեթոդներն ունեն, ես կանանց հետ աշխատում եմ ավելի ճկուն եւ երեխաների հետ հիմնականում փոքրուց պետք է ուշադրություն դարձնել ճիշտ կեցվածքին, նստելուն, կանգնելուն, քայլելուն, բայց ավելի վաղ որ գնանք առաջ, դա նորածին երեխաները պարտադիր պետք է ունենան բոլորը պրոֆիլակտիկ 10-օրյա մերսումներ։ Ժամանակին անկախ խնդիր կա թե ոչ։ Պարտադիր, անկախ, ժամանակին դա եղել է, ինչ-ինչ պատճառներով դուրս եկավ Եվրոպա, Ռուսաստան, բոլոր տեղերը դա անցկացվում է, մեզ մոտ մի փոքր այդ համակարգը չենք մոտենում, բայց թերացումներ կա, այո, դրա համար ամեն ծնող պետք է ինքը լինի ավելի զգոն, կրթված, հասկանա, որ հղիությունը ճիշտ պլանավորման ընթացքում եւ ինքը պետք է լինի առողջ եւ ամբողջ հղիության ընթացքում ունեմ նաեւ սեմինարներ, կուրսեր, հեռահար, ինչպես նաեւ առկա, բոլոր սեմեստրների ընթացքում ինչ վարժություններ կատարեն, ժամանակին որ մկան համակարգը ճիշտ աշխատի, 10 կիլո քաշ պետք է ավելանա, նույնը կազմակերպան ճիշտ process-ը գնա առաջ, այնպես որ կանանց եւ երեխաների համար է ինձ մոտ կենտրոնը, որ կոմֆորտ լինի առաջին ինձ համար կարողանամ մաքսիմալ լավ աշխատանք կատարեմ բոլոր բնագավառում, թե կորեկցիա մարմնի, թե բուժման process, թե խորհրդատվություն, անհատական նստեն իրենք խոսեն ավելի հանգիստ པարզ, կնոջ հետ, կինը կնոջ հետ շատ ավելի པարզ եւ ազատ եւ ավելի արդյունավետ է լինում։ Ովքեր եւ ինչ խնդիրների դեպքում կարող են դիմել ձեզ։ Ովքեր նկատի ունեմ դե հասկանալի է, որ կանայք եւ երեխաներ, ես նկատի ունեմ նաեւ տարիքային շեմերը։ Այո, ի ուրախություն ինձ, ես փորձառություն ունեցա արդեն 86 տարեկան, 0+, հա։ Այո, պլյուս, 86 տարեկան, գեղեցիկ, տարեց տիկնոջ հետ աշխատեմ եւ մի քանի խնդիրներ լուծենք մեկի փոխարեն, եւ տարիքային, եւ առողջական, եւ մտավոր, եւ հենաշարժողական, այսինքն այստեղ մեզ մոտ կինեզոթերապիան, կինեզոլոգիան այն ուղղությունն է, որ անմիջապես աշխատում է շարժում, մկանախումբ ու մերսում։ Այսինքն ես ինքս առաջի process-ը կատարում եմ մերսում, որից հետո անմիջապես կատարվում է տապչանի վրա կամ նայած պացիենտը, որ դիրքով է նստած, կանգնած եւ այլն, վարժություն
ծառայություններ, որից հետո նաև սկսում արդեն հոգեբանական աշխատանքը, որ դու առողջ ես, որ դու հիմա սա շարժվեցիր, այս վարժությունը կատարեցիր եւ կատարեցիր սիստեմաբար 10-ից 15 օր, քո մոտ մկանախումբը կաշխատի, շրջանառությունը կաշխատի, սրտանոթային խանգարումները, խնդիրները որոշակի գանգատները կվերանան, կքչանան եւ դու կլինես միշտ առողջ։ Եվ կինեզոթերապիան լավ միջոց է, որ բուժում է ամեն խնդիր, ողնաշար, հոդեր, արյան շրջանառություն, այո, սնուցում, արյան շրջանառության հետ սրտանոթային համակարգ, շնչառական համակարգ, բոլոր համակարգներ, քանի որ մենք կազմված ենք մկանախմբից։ Մկանախմբերը ինքը հյուսվածքները հյուսվում են, թուլանում են, եթե չի ստանում բավարար քանակությամբ շարժման միջոցով թթվածին, ջուր, սնունդ, վիտամիններ, դրանք եթե բացակայում են, ապա հյուսվածքները թուլանում են, անկախ դրանից նորածին երեխա է թույլ է, կամ միջին տարիքի է, կամ մեծահասակ է, բոլորին պետք է շարժվեն առողջ, գրագետ եւ կլինեն առողջ։ Ես միշտ ասում եմ, որ լավ մասնագետներ այո մենք շատ ունենք, բայց քիչ մասնագետներ ունենք, ովքեր մոտիվացիայի անսպառ աղբյուր են։ Իսկ դուք այդ մոտիվացիայի անսպառ աղբյուրի իսկական մարմնացումն եք, միշտ եմ դա ասել, որովհետև միայն նախնական զրույցը թույլ է տալիս հասկանալու, որ շատ կարևոր է որ մասնագետը պացիենտին ներշնչի, որ ինքը կարող է։ Այո։ Եվ դա հնարավոր է։ Իսկ սա լավագույնս ձեզ մոտ ստացվում է, պահպանեք, խնդրում եմ այս գիծը։ Ես ինքս շնորհակալ եմ ունենալով լավ մասնագետներ, մենթորներ, խորհրդատուներ, մարզիչներ, դասախոսներ, հիմա նաև կապի մեջ հեռահար ուսուցման անվերջ ընթացքի մեջ եմ։ Ես ինքս ուզում եմ, որ իմ օրինակով լինեմ լավագույնը, տեսնեն, վստահեն, հասկանան, որովհետև իմ ծառայությունը մեկ անգամվա կամ մեկ ժամվա չէ, որ այնուհետև միանգամից։ Հա, այս վերջերս մի փոքր պատմեմ, ծառայությունն է նաև հեռահար պրոցեդուրաների պատմում, որ պետք է այսինչ վարժությունը կատարում եք, մարմնի կորեկցիա, լրիվ նորարար, դա էլ է նորարար գաղափար, 10 օրվա ծրագիր եմ կատարում, որով վայնի հատվածը, մամաները, թե մի փոքր թմբլիկ, ովքեր ունեն գոտկային մասում ավելի նոր ճարպ, կատարում եք եւ դուք լինում եք գեղեցիկ եւ իդեալական ֆորմայի մեջ։ Անցնում է 2 ժամ, թիմի մարզվողներից մեկը, հաճախորդներից մեկը զանգում է, թագու ասում է, իմ մոտ process չկա, տես չեմ տեսնում, բայց անցել է 2 ժամ։ Ասում է, լավ, եւս 2 ժամից կզանգահարեմ, եւս 2 ժամից կզանգահարեմ։ Շատ է ուշացնում։ Բարբերաբար պետք է դա կատարվի միայն մեկ օրվա այց չէ, անգամ եթե գալիս են պրոցեդուրայի, բժիշկ մասնագետը նշանակում է եւս 3 ամիս հետո կամ 6 ամիս հետո պետք է այց լինի, անկախ դրանից ինչ է, կամ կոնսուլտատիվ բարբերաբար կապի մեջ լինի, մեկ անգամ բարև ձեզ պրոցեդուրան արվեց եւ ցտեսություն չի կարելի։ Պետք է միշտ կապի մեջ լինի այդ ֆիդբեքը, հասկանալ կապը, չէ, նույն ձևել պիտի անդադ շարժվենք։ Մասնագետը պետք է միշտ ուշադիր լինի պացիենտին։ Պացիենտը երբեմն կարող է թերանա, չանի տնային աշխատանքներ, որովհետև ինքը սպորտսմեն չի, մարզվող չի, իսկ այս կողմից արդեն մասնագետը բարբերաբար ու ամիսը 1, 3 ամիսը 1, տարին 1 գոնե հարցնի վարժությունը հետ կատարել ես, սնունդդ պահում ես, առողջական ինչ վիճակի մեջ ես, պավտորնի ռենտգենն է պետք, ինչով ձեզ կարող եմ օգնել, պարտադիր չի որ պացիենտը գա, բայց դա այս կողմից արդեն մասնագետի ուշադրությունը նախ իրեն աշխատանքն է ավելի լավ տանում, որ դու վստահություն ունես, ուղղակի ընկերական հարաբերություն։ Իմ մոտ առաջին դա ընկերական հարաբերություններ։ Բարև ձեզ դոկտոր պետք չի կամ այսինչան ընկերական, եթե པարզ հանգիստ եղավ, ի սկզբանե առաջի քայլից մինչև վերջ մենք ճիշտ կգնանք։ Խուսափում չի լինի, բաստողումներ չի լինի, հեռավորություն չի լինի, կաշկանդվածություն չի լինի, եթե ընկերական པարզ միջավար եղավ, այո, անվերջ իրենք կպատմեն, անգամ եթե կատարել են վարժությունները եւ չեն կատարել, սնունդը պահել են եւ չեն պահել, եւ դու ճիշտ կիմանաս, կկարողանաս պացիենտին արդեն յուրովի ձևով այդ հարցը արդեն անհատական տեսակով է միշտ աշխատում, ավելի շտկումներով, ուղելով, օգնելով գնանք առաջ։ Խնդրում նաև մեր հեռուստադիտողների համար բացեք այն փակագծերը, թե ինչպիսի ծրագրեր կան առաջիկայում, որովհետև ձեզ բոլոր ճանաչողները լավ գիտեն, որ դուք տեղում դոփողը չեք, մեկ բանի մասին անընդհատ խոսողը չեք եւ անդադ ինքնակրթում, ինքնազարգացում, նոր առաջարկներ, նոր տեսլականներ։ Ինչով եք ուրախացնելու առաջիկայում։ Ունենք նկարահանած վիդեո տարբերակներ, որոնք որ պացիենտները, հաճախորդները կարող են գնել եւ իրենց տանը կատարել, դա վերաբերվում է եւ մարզումներին, եթե չեն կարողանում հաճախել մեզ մոտ 15 այց կամ գնան որևէ այլ կենտրոն շաբաթվա մեջ 3 անգամ երկար տևողությամբ, մեզ մոտ առնում են վիդեո վարժությունները, դա կվերաբերվի եւ մարմնի կորեկցիան ինչպես նիհարել, դա ողնաշարի բուժումները, գրժա ունեն կամ այլ խնդիրներ ցավեր, ոտքերի հետ կապված, ուզում են լավ ֆիթնես մարմին
ժամին ունենալ, հղի մայրիկները ինչպես կարողանան ամեն սեմեստրների ընթացքում ինչ վարժություններ թույլատրելի։ Այո, ուղղակի առաջի կոնտակտը պացիենտը զանգահարում է խորհրդատվությունը անցկացնում եւ որ ցանկացած քայլ առաջին լինում է խորհրդատվությունը հեռահար, որից հետո հասկանում ենք այո մեր պացիենտն է եւ մենք ինչով կարող ենք օգնել, եթե այլ լրացուցիչից պետք է ռենտգեն, անալիզներ եւ այլն նախապես ենք ուղարկում։ Եթե չէ, արդեն այդ վիդեովարժությունները են կատարում են նույնիսկ կոնտակտի մեջ լինելով, ցուցումներ, ուղղություններ, որ իրանք միշտ են առողջ եւ գեղեցիկ։ Բացի այդ ունենք նաեւ լրիվ նորարար, ինչպես դու քեզ ինքդ քեզ մերսում կատարել, ձեռքի չափսերը փոքրացնել, դեմքի լիֆտինգ լինի, որը վայնի, մաշկը լինի հարթ գեղեցիկ, երեխաներից հետո եթե դիաստազի խնդիր կա, մաշկի թուլացված խնդիր կա, դա էլ ընդհանրապես 5 րոպեանոց վիդեովարժություններ են։ Նույն ես կանգնած եմ, վարժություններ ցույց եմ տալիս, խոսում եմ ամբողջությամբ նաեւ մեկնաբանությունները, ինչի համար շրջանառություն մկանախմբել լիմֆաներ ամեն ինչ ճիշտ ցուցումով գնում ենք առաջ։ Ծառայություններից ունենք նաեւ շատ հետաքրքիր տարեցների տնային այցերը, եթե հետ վերականգնողական process է լինում հիվանդանոցից դեպի տուն, տան պայմաններում 10-ից 15 օր այցեր, վերականգնում ցանկացած առողջական խնդիր, գլխացավ, գլխապտույտ, տարիքային խնդիրներ, մայրիկների դպրոցն ունեմ, որը շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ։ Եթե երեխայի մոտ գանգատներ կա կամ չկա, պրոֆիլակտիկ բերում են մինչև 10-ից 15 այց կամ եթե խնդիր կա սկալիոզ, կիֆոզ, ոտնաթաթի ծռություն ու այլ գանգատներ, երեխան անդադ հոգնում է, ցավեր ունի, կատարում եմ ես ինձ մոտ եւ 10 օր մայրիկներին սովորեցնում եմ ինչպես կատարեն իրենք նաև լրացուցիչ տուն, ինչ վարժություններ կատարեն, ինչ մերսման հնարքներ կատարեն, որ իրենք էլ պետք է կրթված լինեն։ Պարտադիր միայն մասնագետի խնդիրը չի այստեղ մայրիկները պետք է բավականին չափ ունենան կրթություն, գիտելիքներ, իրենք տունը նաև կատարեն այդ process-ները։ Այո, պարտադիր։ Եվ ուսուցում ունեմ նաև 1-ից 3 ամիս, ովքեր ուզում են վերապատրաստվեն եւ կարողանան իրենց մակարդակ աշխատունակությունը ավելի գիտելիքների բազան հավաքեն, ոչ թե մի ուղղությամբ, օրինակ կինեզոթերապիա, կամ միայն մերսում, այլ մանկական մերսում, կորեկցիոն մերսում, տարբեր դրինաժներ մերսում, ապարատային մերսումներ, հեռահար աշխատանքներ, կոնսուլտացիաներ։ Եվ 0-ից եւ վերապատրաստում։ Այո, 1-ից 3 ամիս, ովքեր որ 0 անատոմիա, ֆիզիոլոգիա, հոգեբանություն սկսած հարկային դաշտը ինչպես գրանցվել, հաշվապահություն ինչպես կատարել, այդ հավաքագրեմ կոմպյուտերի մեջ։ Ձեր կուտակածը 3 ամսում հրամցնում եք բոլորին։ Այո, քանի որ ոչ մի մասնագետ ինքը ամենագիտակը չի եւ չի կարող բոլորին սպասարկել եւ չպետք է որ անգամ տենց մտածի։ Ամեն մասնագետ պետք է այնքան խելացի լինի, որ կարողանա իրեն ապրած այս ժամանակաշրջանում իր հետ կրթի եւ զարգացնելով տանի առաջ իր օրինակը ունեցած փորձառությունը տա իր աշակերտներին, այն դժվարությունը, որ անցել ենք, դրանք չլինեն իրենց կյանքում, լինեն միայն նոր գաղափարներ, նոր աշխատանք, որտեղ իրենք էլ իրենց հերթի բարդությունը կնի, բայց այն որ մենք անցել ենք, մենք իրեն պիտի միայն ուժը, դրականը, փորձառություն, արդեն որ դա կարող ես դու անել։ Եվ իրենք այդ ամեն ինչ հաղթահարելով, որ լինեն իրենք արդեն կայացած մասնագետ։ Թող ինչ որ միտեղ աշխատեն, բայց երբ որ դու մտածում ես քո անհատական բիզնեսի, անգամ բիզնեսի մեջ բիզնեսի մասին ես մտածում, դու կատարում ես քո աշխատանքը սիրով եւ բացառապես կատարյալ որակյալ աշխատանք։ Եվ այսքանից հետո հիմա մեր բոլոր հեռուստադիտողների համար խնդրում եմ ասեք ձեզ ինչպես գտնեն, ինչպես կապի դուրս գան, որպեսզի այս լայն ասպեկտի ծառայություններից, որ իրենց հոգեհարազատ է օգտվեն, որովհետև այնպիսի ծառայություններ են, որոնք ցանկացածից պետք են։ Ցանկացած առանց տարիքի, առանց սոցիալական դիրքի ու աշխատանքի։ Ծառայությունները շատ են, բոլորին պետք է անգամ իմանալու, կրթվելու համար։ Կայք ունեմ, որտեղ որովը շատ մաչելի տարբերակով է, հեռախոսը վերցնում են Google կամ Chrome-ը, բացում են գլասավո այդ տեղը որ կա։ Պահում են եւ ասում են թագուհի կինեզոլոգ, ինքը ավտոմատ եւ .ru եւ .am բերում է կամ հավաքում են ուղղակի թագուհի կինեզոլոգ։ Ինֆորմացիոն շատ մեծ բաժին կա, ինչ գործողություններ on-line հարթակուսուցում, մերսման բոլոր ամեն ինչը մարդ պետք է կրթված ինչ հիվանդություններ, ինչ հետ է կապված, ինչ պետք է կանխարգելիչ միջոցներ կատարել։ Դա այդ մեկ տարբերակը, այնտեղ հասցեն եք, նավիգատորը սեղմում եք եւ զանգի կոճակը միանգամից ինձ մոտ զանգ է գալիս։ Դա այդ հարթակով Թագուհի Հովակիմյանի այցելությունների համար, ինչպես կարող են գալ ինձ մոտ կենտրոն։ Նույնիսկ ամեն բոլոր գրանցումները նախապես է, պետք է ժամ պայմանավորենք օր, քանի որ գրանցումները շատ են, հիմա բոլորը ուզում են նիհարեն, բոլորը առողջ լինեն։ Դա բնական է։ Այո։ Գալիս ենք Թբիլիսյան 1 120 հասցեն եւ նոր կենտրոնը բացվելու է Մասնաճյուղ որպես, երկրորդ Ավան, Արինջ, հասցեն այդպես հստակ չեմ հիշում, բայց Ավան, Արինջ հասցեում է լինելու, որ արդեն իմեջերը մտնեք այնտեղ TikTok-ում, դոկտոր Թագուհի, դոկտոր Թագուհի Instagram, այո,
եւ Թագուհի Հովակիմյան, Facebook ամենտեղ են։ Կարևորը ցանկություն։ Եթե մարդ ունեցավ ցանկություն, ինքը կգտնի ցանկացած հարթակ։ Անպայման չի, որ ինձ մոտ գան, թող բացեն, կրթվեն, սովորեն, փորձեն, լավ է, վատ է, պետք է վատն է լինի, որի մնաս լավը որն է, մասնագետների հարցում էլ, մարզվելու հարցում էլ, այո, այնպես որ փորձեք, կատարելագործվեք, բուժվեք, եղեք առողջ եւ պրոպագանդեք, եթե լավ մեթոդ է, լավ մասնագետ է, այդ բարի լավ խոսքը նաեւ փոխանցեք մյուսներին։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Մոտիվացիայի ամենաառաջինը սրա համար ինֆորմացիան իհարկե ինչպես որ ակնկալում էի բավականին շատ էր եւ ուսուցանող շնորհակալություն ձեր հեռուստադիտողներ հիշեցնեմ որ զրուցակիցս Մարմնի գեղեցկության ուսուցման կենտրոնի հիմնադիր տնօրեն կինեզիոլոգ Թագուհի Հովակիմյանն էր ասեմ շնորհակալություն նաեւ Klimt Beauty House-ին տեղեկացնելով որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում հեռախոսահամարն է 077 31 30 74 շնորհակալություն որ մեզ հետ եք ցտեսություն